իրենցից լավ ով պետք է ներկայացնի, եթե ոչ կառուցողը։ Ասենք որ սա Գարունավան 3-ն է, չէ՞։ Գարունավան 4 թաղամասն է։ 4-ը, 3-ը այն մասներ, 3-ը են կողմնա դեպի։ Երկրորդ մասիվից, Նորքի երկրորդ զանգվածից մտնում ենք շատ մոտ մեգամոլից։ 800 մետր կլինի։ Մեգամոլից 800 մետր, երկրորդ զանգվածից 200։ 70 միլիոն դրամ։ Այս մի հատը վաճառվել է, ասես, հա։ Հա, այս մի հատը վաճառված է 70 միլիոնից սկսած։ 70 միլիոն դրամից սկսած, այսինքն մեծ ու փոքր են յուրա մակերես։ Հողամասի մակերեսից է կախված։ Բնակելին նույնն են բոլորը։ Բնակելին նույնն է, մեկ տուն ունենք, որ ինքը նկուղային հարկ էլ ունի, մեկ լիարժեք հարկ նկուղ։ Եզրին է, հա։ Հա, ու 171 քառակուսել բակային տարածք ունի ինքը։ Մի հատ միավորել town house ունեք, չէ՞ նախորդ։ Նա քանիս էր գինը։ 72 միլիոն։ Եթե ցանկացող կա, այնտեղ սեփականության վկայական բան, արդեն կարող են բոլորը կա, արդեն բնակվում են, շահագործման է հանձնված շենքը։ Մարման ջան, դու անջատելու գլուխը չխփես։ Նախատեսված է սանհանգույց առաջի հարկում, մեկ խոհանոց միացված հյուրասենյակին։ Յուրա լավ ծախսում ես, էլի։ Հոսանքի լարերը հայկական արտադրությանը, ինվիները չեն։ Ես վերանորոգում եմ։ Ստան վրա ասենք ուրեմն մի 2 միլիոնի մենակ լարի կտաս։ Այո։ Այս որակի լարը։ Լավ ավտոմատները չենք տեղադրել, բոլորը ԱԲԱ ֆիրմայի ավտոմատներ ինքը։ Դա էլ լավը։ Ես արդեն որին պրարաբս էլ գործի մեջ եմ։ Պատոհաններն էլ լրիվ այլումինից եւ ձայնե եւ ջերմամեկուսացիչ պատոհաններ են լինելու, արդեն պատվերի մեջ է։ Որ ընկերությունից ես պատվիրը։ Ասադելից։ Ասադելից։ Հիմա այստեղ ունենք խոհանոց հյուրասենյակ, խոհանոց առանձին է զոնան։ Շատ լավ է։ Հյուրասենյակը այստեղ է։ Այստեղից արդեն անմիջապես գնում ես մուտք բակ դեպի։ Իսկ բակերը ցանկապատով եք։ Բոլոր պատերը դեկորատիվ քարերով պարիսպա պատ է լինելու։ Մեկը մեկից անջատված է լինելու։ Ինչ որ տեսքի սած, չէ։ Երկուսություն, այո։ Պրիվատնեսը կա, այսպես ասած։ Երկրորդ հարկից կտեսնի, բայց առաջի հարկից իրար չեն տեսնի, այսպես ասած։ Եվ հիմա օրինակ այս տան հատվածը, այս տան հատվածը այստեղից փակվում է սենց, միջև այն տան բիտոնը, ու սենց գնում է թեքվում է դեպի ձախ։ Ձախ կողմից արդեն մեքենաները կկայանեն, էլի։ Ոնց որ թե։ Արդեն գյաճ բան արել եք, լավ արագ եք առաջ գնում։ Հա, տարվա վերջ պլանավորած հանձնել։ Չէ, նախատեսում եմ մինչև սեպտեմբեր ավարտենք շինարարությունը։ Հա, արդեն երեսպատումը անում եք, եթե Ներսը գիպսայինսով ավարտված է, մեզ մոտ սաղ աշխատանքներ են, որ լազերի ճշգրտությամբ աշխատանքներ է այդում, այսինքն մեր բոլոր պատերի, որ նայեք առաստաղներին համարակալած է պատերը։ Այսինքն բոլոր պատերը հատիկ համարակալվում է ու ստուգվում է։ Ու բոլոր պատերի մեջ գիպսային մայակները դուրս է հանվում, այսինքն մենք օտար մարմին չենք թողում։ Դա գիպսոնիտ է, էլի գյաճ չի։ Չէ, գիպսայինսով է։ Գիպսայինսով ճաշկեն հարթացումը արված է, երեսպատումը տեսնում եմ բանա տրավերտին, իսկ ներքևը այդ մոխրագույնը բազալտ։ Ինքը դեկորատիվ է երեսապատումը, այսինքն մի մասը տրավերտն է, մի մասը ունենք, որ ինքը դեկորով ծիրանագույն տուֆ, անի տուֆն է, որ դեկորատիվ տեսք է տալիս։ Այս մեջտեղերը նույնպես կիսվելու է հավասար, չէ՞, այսինքն քայլելու տեղ չի, յուրաքանչյուրը ունենալու է կեսը։ Իր բակային տարածքն է տարածքը, պարսպապացիկ կլինի։ Սա մեկ նջարան Նոր մշակույթն է, էլի քաղաքաշինության ժողովուրդ ջան, town house-ներ, փոքր քիպտաներ, մարդիկ կան կբողոքեն, բայց ինքը բյուջետային է, էլի։ Իհարկե։ Այս երկրորդ նջարանն է։ Նջարանի չափսերը վատը չեն։ Զգեստապահարան, մահճակալ։ Բոլոր պատոհաններն էլ վիտրաժներ են, այսինքն իրանք ֆրանսիական պատշգամբ է լինելու, ուստեղ արդեն ճաղավանդակ է լինելու, պատոհանը բաց է։ Այսպես բացվի։ Հա, նորմալ է։ Ընտանիքը 2-3 երեխայով կամ տարես մարդով։ Ընդհանուր արդեն սանհանգույցն է երկրորդ հարկի համար նախատեսված։ Լավ չափս է։ Վանն էլ կարող են դնել, եթե ցանկանան։ Այստեղ արդեն գալիս է մայստեր սպայլնան իր առանձին պատշգամբով, իր առանձին սանհանգույցով։ Էլի լավ չափս է։ Ես կլոզետ բան դուրս չի գալի, բայց ձևափոխեն մի բան կարող է։ Այստեղ էլ արդեն բաց պատշգամբ է լինում, 90 արշան լինում է պատոհան այստեղ եւ բաց պատշգամբ լինում է արդեն պերիլայով իր դեպի բակն է։ Բակային տարածքի դիմացն էլ արդեն ճաղավանդակներ է լինում, Գարիկ ջան։ Այսինքն դիմացը ճաղավանդակ է, իսկ կողքերանքը արդեն ինքը լինում է պարսպա պատ։ Իսկ նման առանձնատուն գնելու համար ինչ գներ այստեղ։ Սենց
$600,000 բարձր։ Շատ։ Միլիոն ձգում են։ Միլիոնը Այստեղ դե հողամասը շատ թանկ է։ Հողամաս այստեղ ես զանգարել եմ $110,000, այսինքն $300 մինուս պլյուսով։ 120,000-140,000 դրամ 1 քառակուսի մետրը։ Հիմա այս տան հողամասը արդեն սեփականատերը որ ձեռք է բերում, ասում ես քանի քառակուսի են 100 ամենափոքր տունը ասենց ասեմ իր բակային տարածքով 170 քառակուսի է։ 170, այսինքն դրանք են զայնը մեզ չխանգարի 107, այսինքն ձեռք բերելով 70 միլիոն դրամով կամ սկսած 70 միլիոնից ունենում ենք մոտ 170 քառակուսի մակերեսով հողամաս սեփականության վկայական։ Իրա վրա որի վրա տուն արդեն 125 քառակուսի մետր։ Երկհարկանի, դե լավ, ավելորդ մեծ էլ չի, հեշտ կվերանորոգենք, կահավոր են։ M300 բիտոնա օգտագործվել, սյունները մեզ մոտ որ տեսած լինեք 60-40, այսինքն էսի բարձրակ շենքերի սյունները։ Ունենք 4-60-40 սյուն, ունենք 2-40-40։ Բոլոր հեծանները 50 սանտիմանոց հեծաններ են 8 ծողանի։ Այսինքն մենք ոչ մի խնայողություն չենք լավ է, որ խնայում են 4 են անում։ 8 ծողանիա ու 2 են որ իր հեծանները, այսինքն խամուտները, ասենց ասեմ։ Իսկ սվարկայվա կապցրացել։ Մենք սյունների մեջ ընդհանրապես ոչ սվարկա, ոչ նախլոց չունենք, բոլոր սյունները մեկ կտորից։ Հա, դե ցածրահարկում հնարավոր է։ Խնայողություն մենք չենք արել, կարային խնայողություն անենք, չգիտեմ, 8 ծողանի։ Վաճառեիք, ասենք 55-60 միլիոն։ Այսինքն մենք միշտ տարածքում ենք մեր բնակիչների հետ միշտ կապի մեջ են Գարիկ ջան, այսինքն նշի որ վաճառեցինք, էլ մենք մեզ չենք տեսնելու։ Դե ճիշտ եք անում, այս թանկ լոկացիա ինքը լավ թաղամաս է, այստեղ ասած այդ անել մատչելին անվորակը ոչ, էլ տեղեր կա միգուցե դա արդարացնում է, հիմա մարդկա կարող է ասի ինչի սա պետք է 9 արկանի շենքի համար 8 ծողանի, չգիտեմ, ոնց ասի 50-60 սանտիմանոց, այդ էլ ավելնորդ ծախսա իմ վրա հաշվարկվում գնորդն է ի վերջո վճարում, չէ։ Կարող է այդ հոգեբանությունը լինի, բայց ես քեզ հասկանում եմ, ես էլ եմ, որ մի բան անում ես, պետք է քո արածից դու գոհ լինես։ Մենք ամեն ինչին ենք այդպես վերաբերվում, դա կլինի մոնոլիտ աշխատանքի երկաթբետոն, կլինի պատիշար, կլինի գիպսային սվաղ, թե հոսանքի լար, այսինքն մեր հոսանքի լարն էլ որ տեսնեք, բոլորը 90 աստիճան է բարձր։ Այսինքն եթե ուզենան ինչ-որ միացտեղ դարակաշար միացնեն, չէ՞։ Այսինքն իրանք տեսնում են, sense 90 նայեք, վերևը լարը 90 աստիճան է բարձրանում։ Այսինքն չի կարա մեր լարը sense գնա կամ այս կողմով գնա։ Բոլոր տեղերը ճիշտը պետք է ուղղահայաց լինի։ Իմ արդիկ կան այսպես ու ամեն մեկը առանձին իր ավտոմատի տակ է լինելու։ Այսինքն էս յուրաքանչյուր գիծ դա գումար արժի ես էլ։ Խողովակներն էլ լավ, ոնց հասկացա, ինչ որ այս կոյուղի բան այստեղ կա։ Բոլոր կոմունիկացիաները անմիջապես մուտքի դրան մոտ ենք բերում մենք։ Մուտքի դուռն ես դու գենք էլի։ Լավ է դուռ ես ծանր, փոխելու չի էլի։ Դրսից երկաթյա, ներսից MDF-ա։ Ինքը փոշը ներկված դռներ է։ Իմացեք, որ այս թաղամասում սելեկտիվ չի, բան չի, կոյուղին կա, ջրի խնդիր չկա, գազը լինելու է, յուրաքանչյուր բաքսի համակարգ։ Բոլոր կոմունիկացիաները հենց անմիջապես տեղ մուտքի դրան մոտ ենք բերում, այսինքն արդեն բնակիչները իրանք արդեն բաժանորդագրվում են։ Կողքերից էլ երկու մեքենա հանգիստ կկայանեն։ Իհարկե։ Ու կունենան բակային հատված, որտեղ փոքր տենց խորոված անելու, նստելու հարմարություն կունենան։ Տանիքում տերասա չունենք, ճիշտ է։ Չունենք տերասա, թեք տանիքա, թիթեղյա տանիքա, բայց եթե ուզենան, հետո կարան իրանք օգտագործեն, էլի բացեն օգտագործեն։ Որտեղ նույն ծածկն է, ինչ առաջի ծածկը, ինչ երկրորդ ծածկը, այսինքն այդտեղ էլ խնայողություն չունենք, որ չի օգտագործվելու, այսինքն ծածկը։ Հասկացա։ Ցածր արը։ Դե զանգահարեք, եթե հետաքրքրվողներ կան, եկեք նայեք, կամ արդեն իսկ պատրաստի townhouse կա 70։ Մեկ townhouse-ը մնացել 72 միլիոն։ 72 միլիոն։ Եթե ուզում եք անմիջապես սկսեք ապրել, նա նայեք, եթե առանձին, դեստեղ մի քիչ պլյուս է արդեն առանձնացված են, կպած չեն, տները տես առանձինը լավ է, ջերմամեկուսացում եք, բոլոր հեսա որ տաքացնելու ծախսը քիչ լինի, էլի։ Դե ապրես, գրացինք։ Ձեզ ընկալիք։